ձայն։ Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ, հանրայինի եթերում կրկին ձեր ձայնն է լսելի, ես Լուսինե Մուրադյանն եմ եւ ինչպես միշտ առաջարկում եմ ոչ միայն մեզ լսել, այլև դիտել, մուտք գործեք armradio.am կայք, դիտել կոճակը սեղմեք կամ Հայաստանի հանրային ռադիո հայատար գրում եք Facebook-յան հարթակում եւ այդ տարբերակով եւս հետեւում մեր ծրագրի ընթացքին։ Այս տարի Հայաստանը կհյուրընկալի կենսաբազմազանության պահպանման ամենակարևոր միջազգային միջոցառումներից մեկը։ Խոսքը COP17-ի մասին է։ Այն ոչ միայն մեծ պատասխանատվություն է երկրի համար, այլև հիանալի հնարավորություն միջազգային հանրությանը ներկայացնելու Հայաստանի բնապահպանական քաղաքականությունը, հաջողված ծրագրերն ու իհարկե ապագայի տեսլականը։ Այդ համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունի նաև Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը, որը տարածաշրջանի առաջին մասնավոր պահպանվող տարածքն է եւ համարվում է բնության պահպանության հաջողված օրինակներից մեկը։ Մենք այսօր COP17-ի եւ այլ թեմաների շուրջ զրուցելու ենք վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի բնապահպանական ծրագրերի ղեկավար Ծովինար Հովհաննիսյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն կրկին մեզ հյուրընկալելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Սիրով հատկապես որ վերջին շրջանում շատ են խոսում COP17-ի մասին եւ ասում են որ դա մեզ համար մեծ պատիվ է, պատասխանատվություն է եւ հիանալի հնարավորություն։ Եկեք նախ եւ առաջ ռադիոլսողների համար բացենք փակագծերը COP17-ը ինչերի ինձ ներկայացնում եւ ինչ հնարավորություններ է տալու այդ համաժողովը, որը տեղի ունենալու մեզ մոտ եւ որքան պատասխանատու է այն մեզ համար։ COP17-ը դա ՄԱԿ-ի կենսաբազմազանության կոնվենցիայի շրջանակներում մասնակիցների հերթական ժողովն է, որը որ առաջին անգամ Հայաստանի համար իր պատմության մեջ տեղի է ունենալու մեր երկրում եւ սա բացառիկ է նաեւ նրանով, որ հաջորդիվ տարիներին Հայաստանը նաեւ ստանձնում է նախագահությունը կենսաբազմազանության կոնվենցիայի, ինչը նշանակում է, որ աշխարհի բոլոր երկրները նայելու են Հայաստանին որպես օրինակ եւ լսելու են Հայաստանին որպես օրինակ, թե Հայաստանը ինչ ունի կիսելու աշխարհի հետ կենսաբազմազանության պահպանության տեսանկյունից, ինչ յուրօրինակ գիտելիքներ կան Հայաստանում, որ կարող են կրկնօրինակվել կամ նմանօրինակվել աշխարհի մյուս անկյուններում։ Եվ դրանով է, որ սա բացառիկ հնարավորություն է, ինչպես պետական կառույցների, այնպես էլ մասնավոր սեկտրի եւ քաղաքացիների համար առավել ուշադրությունը զետեղել դեպի կենթայիները, բնությունը, դրանց պահպանությունը եւ կարեւորությունը, հիշել մեր մշակութային ավանդական ընդհանրապես գիտելիքը ինչքան կարեւոր է եղել բնությունը մեզ համար եւ մեր փորձով եւ գիտելիքով կիսվել աշխարհի հետ եւ ցույց տալ, որ Հայաստանը իրոք կենսաբազմազանության թեժ կետ է, որտեղ որ մենք կարեւորում ենք բնության հետ ներդաշնակ ապրելը։ Շատ լավ ներկայացրեցիք միտքը կարևորել բնության հետ ներդաշնակ ապրելը։ Ես հուսամ այս մեծ միջոցառումը, մասշտաբային միջոցառումը նաև կփոխի մեր քաղաքացիների մտածողությունը, իսկապես կարևորել բնության հետ ներդաշնակ ապրելը, մենք հաճախ դա չենք գիտակցում սովորական քաղաքացիներս, եւ լիահույս ենք, որ նաև նմանատիպ ծրագրերով կփոխվի մտածողություն։ Փաստացի ստացվում է, որ իսկապես մեծ պատասխանատվություն ենք ստանձնում աշխարհին ներկայացնելով մեր կենսաբազմազանությունը։ Մենք միշտ գլուխ ենք գովում եւ ասում ենք դե մենք փոքր տարածքում դուք կարող եք միաժամանակ տարվա բոլոր եղանակները տեսնել բնության տարբեր իրավիճակներ, մեր կենսաբազմազանությունը յուրահատուկ է։ Ինչով ենք զարմացնելու աշխարհին։ Ես կասեի, որ մեր կենսաբազմազանությունը իրոք յուրահատուկ է, բացի դրանից այն մերն է, ու մենք նաև աշխարհի մի մասն ենք, այսինքն նաև աշխարհի առջև մենք պարտավորություն ունենք պահպանելու այն կենսաբազմազանությունը, որը բաժին է ընկել մեր երկրի տարածքում։ Հայաստանը գտնվում է երկու կարևորագույն կենսաբազմազանության թեժ կետերի միջև, մեկը Կովկասյան է, մյուսը Իրано-անատոլիական։ Սրանով նաև Հայաստանը ենք կարծես, Հայաստանը բաժանված է այս երկու թեժ կետերի միջև հավասարաչափ, եւ առավել եւս մեծանում է Հայաստանի կարևորությունը կենսաբազմազանության
տեսանկյունից եւ իրոք կարող ենք գլուխ գովել ասել, որ ընդամենը մի քանի ժամվա ընթացքում կարող ենք կիսաանապատային տարածքից մենք տեղափոխվել լեռնատափաստաններ, անտառներ, որից հետո նաև ալպյան մարգագետիններ, շատ քիչ երկրներ նմանատիպ հնարավորություն ունեն։ Բայց կարծում եմ, որ Հայաստանը կարող է ցուցադրել իր պահպանության, իր ուշադրության կենսաբազմազանության հանդեպ իր ուշադրության առանձնահատկությունները, ինչպես է իրականացվում Հայաստանում պահպանությունը եւ այդ տեսանկյունից շատ կարեւոր է խոսելու Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի մասին, որը ի տարբերություն պետական պահպանվող տարածքների մասնավոր կերպով հիմնադրված եւ պահպանվող տարածք է, որտեղ մենք պահպանում ենք պարսկական հովազին, հայկական մուֆլոնին, բեզուարյան այծին, արջ, լուսան, տարբեր վտանգված տեսակներ, այդ թվում նաև վայրի բուսատեսակներ, ես ուզում եմ մասնավորապես նշել վայրի տանձենիների այն անտառները, որոնք որ կտրտված այդպես մնացել են եւ մեր կազմակերպությունը ոչ միայն պահպանում է, նաեւ աշխատում է, որպեսզի իրենք վերականգնվեն եւ վերադառնան այն տեսքին, որ եղել են։ Եվ այդ տեսանկյունից մենք կարող ենք աշխարհին ցույց տալ այն մոդելները կամ այն ուղիները, որ Հայաստանում փորձում ենք եւ իրականացնում ենք պահպանության տեսանկյունից։ Թերևս դա բացառիկ մոդել չէ, այն կիրառվում է տարբեր երկրներում, բայց իհարկե ինչպես հայերս մենք մեր համն ու հոտն ենք բերում ամեն ինչում, այդ թվում նաեւ պահպանության մոդելներով եւ ինչպես արդեն նշեցի, մեր ավանդական մոտեցումներով եւ գիտելիքներով, որովհետեւ տեղին բնորոշ գիտելիքները կրման միայն տվյալ տեղում բնակվողները։ Գիտեք ինչ հիշեցի, երբ խոսում եք տանձենիներից եւ ասացիք, որ փորձում եք պահպանել եւ վիճակը բարելավել, մենք եթերում իհարկե խոսել ենք այդ մասին։ Ցուրտ ու մութ տարիները իրենց հետ բերեցին շատ այլ իրավիճակներ, մենք սկսեցինք ծառեր կտրել, դե մարդը պիտի փորձեր որևէ կերպ գոյատևել եւ մենք անդադար խոսում էինք, որ ցուրտ ու մութ տարիները բնապահպանական տեսանկյունից շատ ված ազդեցություն են թողել մեր ամբողջ բնության վրա։ Անցել են երկար ու ձիգ տարիներ եւ եթե դիտարկենք ինչպիսի եզրահանգման կգանք, արդյոք կորցրել ենք արդեն այդ վտանգված հատվածը եւ վերականգնել ենք, թե այդուհանդերձ դեռ ընթացքի մեջ է։ Ցավոք այդ ամբողջ process-ը նաև շատ տեղերում անդառնալի հետքեր են թողել եւ վերականգնումը ավելին է պահանջում, քան միայն պահպանությունը, մասնավորապես անտառային շերտը շատ կրճատվել է եւ դրան նաև նպաստում է կլիմայի փոփոխության հանգամանքը, խաղի կանոնները փոփոխվել են, այն տեղումները, որ մենք առաջ ունենք, այլևս չեն բավարարում անտառների բնական վերաճի վերականգնման համար։ Դուք ուզում եք ասեք տեղումները քչացել են, ներեցեք։ Շատ փոփոխվել են, դինամիկան շատ փոփոխվել է, թե մենք տեղափոխվել ենք օրինակ Մեծ Բրիտանիա եւ անդադար միայն վերջին 2-3 տարիներ, եթե կարող ենք այդպես ասել, բայց ամեն դեպքում տեղումների բնույթը ի նկատի ունեմ, թե իրենք որ ամսին են գալիս եւ ինչ ուժգնությամբ, դու երևի ինքներդ էլ նկատել եք, որ մեկ օրվա սահմաններում մենք ունենում ենք ողջ ամսվա համար նախատեսված տեղումները, դա ի նկատի ունեմ բնույթը եւ նաեւ իրենց տևողությունը, ինտենսիվությունը պայմանավորում են բնական վերաճը բույսերի եւ անտառների եւ ցավոք սրտի այնպիսի տարածքներում, օրինակ ինչպիսին Արարատի մարզն է, Վայոց-Ձորի մարզն է, չորային պայմաններում այդտեղ անտառների վերականգնումը պահանջում է մարդու միջամտություն եւ բնությունը այլևս այս պայմաններում ինքնուրույն չի կարողանում վերականգնել իրադրությունը եւ դրանով է զբաղվում մեր հիմնադրամը, վերականգնում է այն դեգրադացված, աղճատված եւ կրճատված տարածքները, որոնք նախկինում եղել են վայրի պտղատու անտառներ եւ դրանք վերականգնում են հենց տարածքին բնորոշ վայրի պտղատու ծառատեսակներով, չփոփոխելով տեսակային կազմը, ավելորդ միջամտություններ չունենալով, փորձում ենք վերականգնել դա ինչպես մարդկանց, այնպես էլ
կենդանիների համար, որտեղ վայրի պտղատուները ոչ միայն ապահովում են կլիմայի մեղման հնարավորությունը, այլև սնունդ են մարդկանց եւ կենդանիների համար ու նաեւ ապահով միջանցքներ են կենդանի համար, որպեսզի կենդանիները հնարավորինս չշփվեն մարդկանց տարածքների հետ եւ հեռու մնան իրենց տարածքում, երկկողմանի անվտանգության համար կենսամիջավայրը, որը որ գնալով ավելի կրճատվում է քչանում է ավելի փաստացի։ Դրանով է պայմանավորված ըստ երևույթին, որ մենք հաճախ նաև գիտենք դեպքեր վայրի արջերի մուտքը բնակիչների մոտ, այսինքն սա ամբողջությամբ դրա հետևանք է։ Դա նաև պատճառներից մեկն է, որտեղ մարդիկ գնալով ավելի եւ ավելի են օգտագործում վայրի կենսամիջավայրերը գյուղատնտեսական նպատակներով, կրճատելով առանց այդ էլ փոքր իրենց կենսամիջավայրը կենդանիների համար, իսկ կլիմայական պայմանները, ինչպես արդեն նշեցինք, ավելի փոքրացնում են հարմարավետ տարածքներ, որտեղ կենդանիները ապրում են, որտեղ սնվում են եւ դա պատճառներից մեկն է, որ օրինակ արջերը իջնում են, ներթափանցում են գյուղեր սննդի փնտրտուքով։ Այստեղ միայն մնում է մոտենալ գրագետ, որպեսզի եւ մարդիկ չվնասվեն եւ կենդանիներին չվնասեն։ Սա եւս շատ կարեւոր խնդիր է, որ պիտի կարողանանք թե բնության, թե կենդանական աշխարհի հետ գրագետ վարվել, ամեն ինչ շղթայական կապված է միմյանց հետ։ Վերադառնանք Կովկասյան կենսաբազմազանության ապաստանին, ապաստարանը զբաղեցնում է մոտավորապես 30,000 հեկտար տարածք եւ դուք արդեն ասացիք, թե ինչ աշխատանքներ եք կատարում, բայց գիտենք մի կարեւոր բան, որ պահպանությունը միայն տարածքը վերահսկելը չէ։ Այնտեղ պետք են բարենպաստ պայմաններ, մի խոսքով կոնկրետ աշխատանքներ են պետք։ Նաև գիտենք, որ դուք իրականացնում եք գիտական մոնիթորինգ, կուզեի տվյալներին էլ անդրադառնանք, ինչ տվյալներ են հավաքագրվում եւ ինչպես են դրանք օգնում բնության պահպանմանը։ 2010 թվականին ստեղծելով Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը մենք սկսել ենք շատ փոքր տարածքից, մոտ 500 հեկտար տարածքից։ 30,000-ի եք հասել։ Այո։ Բրավո։ Եվ նպատակները դեռևս արժևում են մեծացնելու տարածքը եւ մեր տարածքը հանդիսանում է բուֆերային գոտի տարբեր պետական պահպանվող տարածքների միջև, ինչով է սա կարևոր, որ կենդանիները ապահով միջանցքներ, ապահով տարածքներ ունենում տեղաշարժվելու, օրինակ, եթե գիտեք, արջերը իրենց օրվա ընթացքում անցնում են շուրջ 80 կիլոմետր ճանապարհ։ Նույնը նաև անհրաժեշտ է բեզոարյան այծերի, հայկական մուֆլոնի, հովազի համար, եւ երբ որ ասում ենք օրինակ տարածք, մոտ 1 հովազը մեր ամբողջ տարածքը անցնում է մի 2-3 ամսում։ Եվ այսպիսի գիտական տվյալներ ենք հավաքագրում, փորձում ենք հասկանալ ընդհանրապես ոչ միայն կենդանիների թվաքանակը, որը վստահաբար մեծացել է, օրինակ 500 հեկտարի վրա մենք ունեցել ենք 10-ից 15 բեզոարյան այծ, հիմա բեզոարյան այծերի հաշվառումը մեզ թույլ է տալիս ասելու, որ մենք մեր տարածքում ունենք 1000-ից 1200 առանձնյակ։ Այդքան շատ։ Այդքան շատ, պահպանությունը տվել է իր արդյունքները, նույնը կարող ենք նաև ասել արջերի համար, որ թվաքանակը կարմիր գրքում է գրանցված տեսակը եւ ուզում եմ, որ այստեղ մարդիկ ինձ ճիշտ հասկանան, թվաքանակը մոտեցել է նորմային, որը որ պետք է լիներ, բայց դրանից առաջ շատ վատ վիճակում էր արջը եւ կարողացել է կենդանին վերականգնել իր թվաքանակը։ Նույնը ուզում եմ նշել հովազի համար, որ շուրջ 50 տարի ամենակիչը հովազը չէր գրանցվել Հայաստանի կենտրոնական հատվածներում, Արարատի մարզում մասնավորապես, եւ մեր հիմնադրամն առաջինն է եղել, որ 2013 թվականին հենց Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում ֆիքսել է հովազի առկայությունը, այսինքն պահպանությունը հնարավորություն է տվել հովազներին բարձրանալ Սյունիքից, որտեղ որ իրենց հիմնական մշտական քանակություն է հանդիպում, բարձրանալ Վայոց եւ դեպի Արարատի մարզ, պահպանությունը թույլ է տալիս մյուս կենսական կարևոր կենդանիների շղթան նույնպես ավելի մեծանա եւ տվյալ հավաքագրված տվյալները թարգմանվում են եւ օգտագործվում են բնապահպանական քաղաքականությանը թելադրելու այն ուղղությունները, որտեղ անհրաժեշտ է, որ պետական ատյանները, մարմինները միջամտեն, ուշադրություն դարձնեն եւ քաղաքական որոշումներ կայացվեն եւ այդ ուղղությունները համարվեն առաջնահերթ։ Եվ
որպես հիմնադրամի ներկայացուցիչ ես կուզենայի հատկապես նշել մասնավոր պահպանվող տարածքի այս դեպքում Կովկասյան կենսաբազմազանության ապաստանի կարևորագույն դերը, որ վերջին 15 տարում մենք ունեցել ենք Հայաստանում որպես տարածք, որը ծառայում է որպես բուֆերային գոտի եւ որպես աննախադեպ կենսաբազմազանության հատված Հայաստանում, որ նպաստում է տեսակների աճին եւ բազմացմանը։ Ստացվում է, որ նպաստելը որն է, ամբողջությամբ կյանքի է կոչում, որովհետեւ եթե նշում եք, որ Կարմիր գրքում էր գրված եւ փաստացի մենք հասել ենք նորմայի սահմանը, դա փայլուն արդյունք է։ Եվ փաստացի կարող ենք ասել, որ այդ տասնյակ մի քիչ ավել տարիները այդքան էլ շատ չեն նման արդյունքի համար։ Իհարկե, երկարատև աշխատանք է պահանջվում։ Այո, նմանատիպ տեսակների վերականգնման համար հաճախ տասնյակ տարիներ են հարկավոր, բայց ի ուրախություն մեզ նման պահպանությունը եւ գործադրված աշխատանքները հնարավորություն են տվել վերականգնելու տվյալ տեսակների թվաքանակը։ Մասնագետների մասով արդեն հասկացանք, այս պարագայում սովորական քաղաքացիների գործոնը ոնց պիտի անենք, որ գոնե չխանգարեն։ Ես ուզում եմ նշել, որ COP17-ի շրջանակներում շատ ուրախ կլինեմ, որ քաղաքացիները ակտիվորեն ներգրավված լինեն, իմանան ինչ միջոցառում է տեղի ունենում Հայաստանում եւ բացի գլուխ գովելուց իհարկե, որը որ դա մեր ազգային առանձնահատկություններից վատ առանձնահատկություն չէ։ Նաեւ ուշադրություն դարձնել, որ մենք իրոք ունենք բացառիկ բնություն եւ որի պաշտպանությունը եւ պահպանությունը կախված մեզանից բոլորից, սկսած ամենահասարակ չախտոտելուց պահպանվող տարածքներում, այդ թվում օրինակ Դիլիջան ազգային պարկում, Սևան ազգային պարկում, որտեղ մենք ամենահաճախն ենք այցելում, դրանք նույնպես պահպանվող տարածքներ են։ Այդտեղ չախտոտելուց, բնության հանդեպ ուշադիր լինելուց, չվնասելուց եւ անհարկի չմիջամտելուց, որովհետեւ բնությունը ունի իր օրենքները եւ այն կանոնները, որով որ կարողանում է վերականգնվել, ուշադրություն դարձնել բնությանը, ճանաչել, իմանալ, որքան որ գիտելիք ենք ունենում, այնքան ավելի խելամիտ ենք վարվում բնության հետ եւ նաեւ ակտիվորեն մասնակցել ընդհանրապես բնապահպանական միջոցառումներին, տարբեր տեսակի իրազեկման արշավներին, որովհետեւ մարդկանց տեղեկացվածության շնորհիվ մենք կարող ենք շատ ավելին հասնել, քան այն ամենը, ինչ որ նշեցի, օրինակ մարդկանց ակտիվ լինելու շնորհիվ հնարավոր է կանխել որսագողությունը, ապօրինի որսը տարբեր վայրերում, ինչպես պահպանվող տարածքներում, այնպես էլ դրանցից դուրս։ Ամեն դեպքում տեղեկացվածությունը եւ գիտելիքը հնարավորություն են տալիս, որ յուրաքանչյուր մարդ իր վրա պատասխանատվություն վերցնի բնության հանդեպ եւ ըստ դրա գործի նաեւ ի բարօրություն բնության։ Չմոռանանք մի կարևոր հանգամանք էլ, որ առանց բնության մենք չկանք։ Այո, առանց բնության մենք չկանք։ Սա շատ կարևոր է։ Եվ հուսանք, որ այս նմանատիպ ծրագրերի շնորհիվ նաև կենդանիների նկատմամբ վերաբերմունքը կփոխվի մարդկանց ու քաղաքացիների եւ այն դաժան վերաբերմունքը, որ հաճախ նաև տեսնում ենք, որքան էլ որ դատապարտում ենք, այդուհանդերձ դեռ կա, դրանք իսպառ կվերանան եւ ոչ թե կմտածենք, որ կենդանիներ կամ փախնենք կամ ինչ-որ բան, այլ պիտի մտածենք, որ ոչ միայն բնության, այլև կենդանական աշխարհին չպիտի վնասենք։ Այստեղ գրագետ մոտեցում է պետք։ Ես կուզեի խոսեինք բնապահպանական ծրագրերից, օրինակ բնապահպանական ծրագրերով որքանով են ներգրավված տեղական համայնքները։ Տեսեք, դուք բազմաթիվ երկար աշխատանք եք կատարել, բայց վստահ եմ, որ նաև շատ կարևոր են տեղական համայնքների հետ գործակցությունները, որոնք էլ ավելի կհեշտացնեն, դուք ինքներդ նշեցիք, որ տեղի բնակչից ավելի լավ ոչ ոք չգիտի տեղանքը եւ այլ առանձնահատկություններ, ինչպես է հնարավոր այնպես կազմակերպել պահպանությունը, որ այն նաեւ օգուտ բերի ոչ միայն կենդանական աշխարհին, այլև բնակիչներին։ Հիմնադրամի կարգախոսներից մեկը այն է, որ առանց համայնքների, առանց նրանց զարգացման հնարավոր չէ իրականացնել բնության պահպանության որևէ գործընթաց եւ մենք դա իրականացնում ենք 2002 թվականից ի վեր։ Նշեցի Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը, ասեմ, որ ապաստարանը հիմնված է համայնքային հողերի վրա եւ ի ուրախություն մեզ համայնքը մեծապես հասկանում է բնության պահպանության կարեւորությունը եւ կամավոր կերպով
ուղղությամբ տրամադրում է այդ տարածքների պահպանության համար։ Իհարկե, փոխադարձորեն մենք իրականացնում ենք տարբեր համայնքային զարգացման ծրագրեր, սկսած կրթականից վերջացրած տարբեր ներդրումներով, մասնավորապես այլընտրանքային էներգիայի նվիրաբերությամբ, մաքուր ջրի հասանելիություն ենք ապահովում, դրսի լուսավորություն ենք ապահովում գյուղական համայնքներում արևային էներգիայի միջոցով, տարբեր կրթական արշավներ, միջոցառումներ, հանդիպումներ համայնքի անդամների հետ տարբեր թեմաներով բնապահպանական, նույն մարդ-արջ կոնֆլիկտի շրջանակներում նույնպես խթանում ենք սպառնալից է ընչում մարդ-արջ կոնֆլիկտ այդտեղ ոնց որ երկու տարբեր հստակ բաժանված սահմաններ լինեն նաև խթանում ենք մեղվաբուծությունը, նպաստում ենք մեղվաբուծության զարգացմանը Ինչ վիճակում է մեղվաբուծությունը մեզ մոտ, որովհետև մի պահ խոսում էին, որ բավականին ոչ միայն մեզ մոտ, այլև ամբողջ աշխարհում բավականին բարդ վիճակ է Մեղուների հետ ընդհանրապես շատ բարդ վիճակ է, բայց դա մասնավորապես վերաբերվում է վայրի մեղուների տեսակներին։ Ինչ վերաբերվում է մեղվաբուծությանը, կասեմ, որ իրենք նույնպես դժվար փուլեր են ունենում, որովհետև մեղուների համար նույնպես կարևոր են տեղումները եւ դրանց բնույթը, ցավոք, երաշտի տարիներին մեղուները շատ են տուժում տարբեր հիվանդությունների եւ այլն, եւ ի թիվս դրանց նաեւ արջերի հարձակումները եւ վնասները դա դրանով է պայմանավորված որ մենք առանձնակի շեշտում ենք մեղվաբուծություններին օգնելու այս հանգամանքը, տրամադրել ենք տարբեր սեմինարներ ենք անցկացնել, դասընթացներ, սկսնակ մեղվաբույծների համար տրամադրել ենք մեղվափեթակներ եւ անհրաժեշտ գույք, որպեսզի խթանենք մեղվաբուծությունը Վայոց ձորի մարզում եւ միանշանակ այս 20-ից ավել 25 տարիների շրջանակներում բավականին մեծ ներդրումներ են արել համայնքների զարգացման մեջ, ներառում ենք համայնքներից տարբեր մարդկանց մեր աշխատանքային process-ում նրանցից են կազմված մեր ռեյնջերները, մեր անտառապահները, որոնք որ հսկում են մեր տարածքները, համայնքից մարդիկ ներգրաված են մեր անտառվերականգնման ծրագրերում, իրենք են սերմից աճեցնում ծառերը եւ իրենց ջերմությունը հաղորդելով տեղափոխում ենք բնություն։ Մենք բոլորս կապված ենք բնության հետ, իսկ համայնքների ներկայացուցիչները մասնավորապես եւ մենք չենք պատկերացնում առանց նրա մեր բնապահպանական աշխատանքը։ Մեկ ձեռք, երկու ձեռքը շատ ավելի ճիշտ երես է լվանում, այդ տարբերակներ, որ միմյանց օգնելով փորձում եք նաեւ բալանսավորել, հա, մարդ-բնություն հարաբերությունը։ Եվ ուրախ ենք, որ համայնքում հասկանում են բնության կարեւորությունը, նաեւ գնահատում են, որ ունեն այդպիսի կենսաբազմազանություն եւ բնություն իրենց շրջակայքում։ Մնում է քաղաքաբնակ քաղաքացիները հասկանան եւ կարեւոր համարեն այդ բոլոր գործողությունները իրենց փոքրիկ ներդրումն ունենալով տարական կանոններին հետևել։ Քաղաքաբնակների համար էլ կուզեի առանձնացնել, որ COP17-ի շրջանակներում լինելու է կանաչ գոտի, որտեղ հիմնականում բնապահպանական կառույցները տարբեր սեկտորներ ներկայացված են լինելու, տարբեր քննարկումներ են լինելու, տարբեր տաղավարներ, որտեղ որ իրենք կարող են ակտիվ ներգրաված լինել, մասնակցել, իմանալ, ծանոթանալ եւ իրենց ներդրումը, մասնակցությունն ու լուման հասկանալ ինչպես կարող են ուղղորդել բնությանը կամ ինչպես կարող են ներգրաված լինել այդ աշխատանքներում։ Ստացվում է, որ այդ բնապահպանական ծրագրերը եւ ընկերությունների համար էլ հիանալի հնարավորություն է COP17-ը ներկայացնել իրենց աշխատանքները։ Այո, ոչ միայն, նաեւ նրանք, ովքեր որ ընդհանրապես հեռու են բնության բնապահպանական գործընթացներից, կարող են հասկանալ, թե ինչ process-ներ են տեղի ունենում եւ որքանով են դրանք նպաստում իրենց առօրյային կամ առհասարակ կյանքին։ Այստեղ կոնկրետ կանաչ գոտի շատ արդյունավետ կլիներ նաև որ մեր պատանիները եւ ավագ դպրոցի աշակերտները եւս այցելեն, հենց այդտեղից է սկսվում հստակ գիտելիքը, որը ամրապնդվում ու ձևավորվում է որպես ակտիվ ու լավ քաղաքացի եւ ենթագիտակցական մակարդակում արդեն այն սխալները չեն կրկնում, որոնք մենք էինք կրկնում։ COP17-ի ժամանակացույցը եւ ընդհանուր եթե դիտարկենք, փորձենք հասկանալ ինչ սկզբունքով է ընթանալու։
Ինչ է սպասվում առհասարակ։ COP17-ը մեկնարկելու է հոկտեմբերի 18-ին եւ տևելու է շուրջ 2 շաբաթ մինչեւ հոկտեմբերի 30-ը եւ բաժանված է լինելու երկու մասի՝ կապույտ գոտի եւ կանաչ գոտի։ Կապույտ գոտին այն գոտին է, որտեղ որ հիմնական պատվիրակություններն են, պետական այրերը եւ մարմինները, որ գնում են հիմնական թեժ քննարկումները եւ առհասարակ բնապահպանական քաղաքականության հաջորդ տարիների ուղղությունները։ Կանաչ գոտին հիմնականում այն վայրն է, որտեղ որ հասարակական կազմակերպությունը, բիզնես սեկտորը, երիտասարդները եւ մյուս այլ ներկայացուցիչները կարող են ակտիվորեն ներկայացնել իրենց ծրագրերը, ունենալ տարբեր միջոցառումներ, քննարկումներ ոչ պակաս կարևոր, քան կապույտ գոտում, հրավիրել մարդկանց կապույտ գոտուց դեպի կանաչ գոտի, ունենալ դեբատներ եւ ունենալ որոշակի արդյունքներ։ Կանաչ գոտին այնտեղն է, որ մենք ակնկալում ենք, որ մեր հասարակությունը ակտիվորեն կմասնակցի, ցույց կտա, որ մտածում է բնության մասին, հասկանում է կենսաբազմազանությունից եւ կարող է իր գիտելիքը նաեւ կիսել մյուսների հետ։ Ինձ հետաքրքիր է նաեւ եւս մեկ կարևոր բան։ Տեսեք, դուք ասացիք, որ մենք 2 տարի շարունակ ղեկավարելու ենք, ստանձնում ենք, եւ այս պարագայում կիսվելու ենք մեր փորձով։ Ես բնապահպան չեմ եւ իմ համեստ գիտելիքով եմ զուտ դրամաբանում, որ նույնիսկ լանդշաֆտային փոփոխությունները, տեղանքային փոփոխությունները փոխում են խաղի կանոնները։ Այս պարագայում ամբողջ աշխարհի հետ գործակցության միջոցով մենք փորձելու ենք մեր օրինակները բերել, բայց այստեղ շատ կարևոր է, չէ՞, նաև ինչ հատվածում ենք, օդի խոնավության մակարդակը, որ բարձրության վրա ենք ի վերջո, մենք նաև այդ առումով ենք առանձնանում։ Այո։ Այդ տեսանկյունից կարծում եմ մեր համագործակցությունը մեր տարածաշրջանային երկրների հետ շատ ավելի արդյունավետ կլինի իրականում հաղթահարելու այն տարածաշրջանային խնդիրները բնապահպանական, որոնք կան, որտեղ մենք փոքր երկիր ենք եւ մեր հարևանները մեզ վրա ազդում են, մենք ազդում ենք մեր հարևանների վրա եւ որպեսզի համահունչ հաղթահարենք խնդիրները, պետք է իրականում միավորենք մեր բնապահպանական քաղաքականությունները, ներդաշնակ եւ շատ հաճախ նաև իրականացնենք միջսահմանային պահպանության ծրագրեր, որոնք որ առավել արդյունավետ կլինեն, քան օրինակ միայնակ Հայաստանը գործի այդ առումով։ Բնությունը սահմաններ չի ճանաչում։ Այո, որպես օրինակ Հովազը ամենամեծ թվականակը գտնվում է Իրանում, այնտեղից առանձնյակները շարժվում են դեպի Նախիջևան, Հայաստան, Հայաստանի միջոցով դեպի Վրաստան, երբեմն անցնում են Թուրքիա, այսպես կենթանի նշում է, որ այո, տարածաշրջանը իրենն է եւ այն չի ճանաչում այն սահմանները, որ մարդիկ են նշել։ Հետեւաբար համագործակցային մոտեցումը շատ կարեւոր է, բայց մենք բնականաբար մեր գիտելիքը չի կարող վերցվել եւ այդպես օգտագործվել, գիտելիքը կարող է ադապտացվել եւ նորից կիրառվել յուրաքանչյուր տարածքի համար իր սեփական գիտելիքի շաղախով ադապտացվել եւ կիրառվել, բայց կարծում եմ, որ Հայաստանի համար այնքանով է բացառիկ այս հանդիպումը, որ մենք երբևէ չենք հյուրընկալել այսքան մեծաթիվ բնապահպանական կառույցների, ովքեր որ թերևս առաջին անգամ են շատերը լինելու Հայաստանում, առաջին անգամ են բացահայտելու Հայաստանը, գնալու են այնպիսի պահպանվող տարածքներ, որոնք որ հասանելի են լինելու, տեսնելու են, իրենց աչքով են փորձելու հասկանալ դա ինչպես է տեղի ունենում եւ այդ առումով շատ կարեւոր է ոչ միայն խոսել, նաեւ հողի վրա, գետնի վրա ցույց տալ, թե ինչ է տեղի ունենում, ինչպես ենք դա կազմակերպում եւ իրականում ինչպես ենք մոտենում կենսաբազմազանությանը։ Դուք ծրագրի սկզբում ասացիք, որ այդուհանդերձ որքան էլ ընդհանուր ծրագրերը նույնն են, մենք հայերս սիրում ենք մեր համու հոտն ավելացնել, դե լիահույս լինենք նաեւ, որ մեր այդ համու հոտը փորձառության շնորհիվ, որ կփոխանցենք այլ երկրներին, իսկապես արդյունավետ կլինի։ Վերջին 1 րոպեն է մնացել, բայց ես չեմ կարող այս հարցը չտալ։ Այսօր աշխարհում շատ ավելի ու ավելի են խոսվում կլիմայական փոփոխությունների ազդեցության մասին։ Եթե հակիրճ փորձենք հասկանալ Հայաստանում արդեն զգում ենք այդ փոփոխությունների ազդեցությունը կենսաբազմազանության վրա եւ որքան մտահոգիչ է։
Այո, ես կասեմ, որ միանշանակ զգում ենք, եթե օրինակ նախկինում մեր անտառային շերտը վերջանում էր 2200-2400 մետրի վրա, հիմա շատ հաջող մենք իրականացնում ենք անտառվերականգնման ծրագրեր, որոնք որ ավելի բարձր են, մինչև 2800 մետր, եւ այնտեղ տվյալ ծառատեսակները արդեն աճում են, մենք նաեւ նկատում ենք անտառային շերտի գոտիականության փոփոխություն, կոպիտ ասած անտառները բարձրանում են ավելի բարձր գոտիականության վրա, նրանց հետ միասին նաև տեղափոխվում են կենդանիները, բայց ցավոք պետք է ասենք, որ այդ շերտը, որտեղ որ կենսաբազմազանությունը գոյություն ունի, դա կրճատվում է։ Եթե առաջ մենք տվյալ կենդանիներին կարող էինք գտնել 1500 մետրից, հիմա գտնում ենք 1800 մետր եւ չէ որ դրան սահման կա ցավոք սրտի եւ կենսամիջավայրերը կրճատվում են, որի պատճառով մենք պետք է շատ ավելի գործուն քայլեր ձեռնարկենք կարողանալու պահպանել նրանց։ Շնորհակալ եմ հետաքրքիր մանրամասներ ներկայացնելու համար։ Լիահույս լինենք, որ այս ամենից հետո, այս զրույցից հետո հատկապես մեզնից յուրաքանչյուրը կհասկանա, որ պետք է բնության նկատմամբ յուրատեսակ գրագետ խնամք ցուցաբերենք, որովհետև առանց բնության մենք ոչինչ ենք ըստ էության։ Հիշեցնեմ իմ զրուցակիցներ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի բնապահպանական ծրագրերի ղեկավար Ծովինար Հովհաննիսյանը, ես Լուսինե Մուրադյանն եմ եւ հրաժեշտ եմ տալիս ձեզ։ Քո ձայնը